Ընկերներ, հիշում եք նախորդ տեսանյութում ասացի, որ ինձ դդում սպագետի են նվեր բերել։ Սկզբում ես չէի պատկերացնում, ինչ կարելի է պատրաստել, բայց այս ուտեստը պատրաստելուց հետո հասկացա, որ սա ուղղակի իդեալական բաղադրատոմս էր և որոշեցի կիսվել նաև ձեզ հետ։ Դդումի տեսքը շատ նման է մեծ դդմիկի։ Լվանում ենք, որից հետո շատ զգուշությամբ դանակի օգնությամբ այսպես պետք է կտրենք։ Այնպես ենք անում, որ ճաքեր չառաջանան։ Ճաքելուց հետո իրենից հյութ է դուրս արձակվում և մեր ուզած թելերը մենք չենք ստանում։ Այդ իսկ պատճառով պետք է շատ զգույշ լինենք կտրելու ընթացքում։ Մաքրում ենք նաև կորիզները։ Դդումը համեմում ենք աղով, սև պղպեղով և մի փոքր բուսայուղով։ Լավ տարածում ենք և արդեն եփում ենք։ Կարող եք համեմել ձեր նախընտրած տարբերակով կամ թողնում եք հենց այդպես, համեմում եք ուտեստ պատրաստելու ժամանակ։ Փաթաթում ենք փայլաթի թեղով, վերևի հատվածը բաց ենք թողնում, որպեսզի ավելորդ հեղուկը գոլորշիանա։ Եփում ենք նախապես տաքացված ջեռոցում 250 աստիճանի տակ 40-ից 45 րոպե։ Պատրաստ լինելը որոշում ենք պատարագաղով։ Սեղմում ենք, եթե փափուկ է ու քաշելու ընթացքում այսպիսի թելեր են առաջանում, ուրեմն պատրաստ է։ Թողնում ենք մի փոքր հովանա, որից հետո պատարագաղի օգնությամբ ստանում ենք այս թելերը։ Տեսեք, թե ինչքան շատ ստացվեցին կես դդումից։ Տեսեք, թե ինչպես է սովորական թվացող դդումը վերածվում նուրբ ու ոսկեփայլ թելերի։ Կես դդումից բավականին շատ թելիկներ են ստացվում և բավական է 4-ից 6 անձի համար։ Այս դդումը չունի քաղցրություն և համով շատ նման է դդմիկի համին։ Մեզ պետք է նաև սունկ, որը կտրատում ենք մանր կամ ինչպես կցանկանաք։ Կտրատում ենք նաև կես գլուխ սոխ կամ 1 փոքր սոխ։ Մեզ պետք է նաև 1-ից 2 ատամիկ սխտող, որը նույնպես մանր կտրատում ենք կամ ճզմում ենք։ Քեչով անցկացնում ենք նաև հալվող տեսակի պանիր, ինձ մոտ սուլուգունի տեսակի է։ Բուսայուղի մեջ տապակում ենք սոխը, երբ մի փոքր դառնում է թափանցիկ, ավելացնում ենք սխտորը և սունկը, բոլորը միասին տապակում ենք։ Շատ հետաքրքիր է իմանալ, իսկ դուք երբևիցե պատրաստել կամ փորձել եք դդում սպագետի, եթե այո, ապա գրեք մեկնաբանության բաժնում։ Իսկ եթե ունեք համեղ բաղադրատոմս դդում սպագետիով, ապա կարող եք գրել մեկնաբանության բաժնում։ Համեմում ենք աղով և սև պղպեղով։ Ավելացնում ենք սերուցքը և պանիրը։ Խառնում ենք, ավելացնում ենք նաև դդում սպագետին։ Խառնում ենք հավասարաչափ և վերցնում ենք կրակի վրայից։ Ասեմ, որ դդում սպագետին ունի շատ ցածր կալորիականություն, որն էլ հիանալի է փոխարինելու համար մակարոնեղենին։ 100 գրամում ընդամենը 31 կիլոկալորիա է։ Շատ հարմար է առողջ սնվողների համար և ովքեր հետևում են իրենց կալորիաներին։ Տեսեք, դդումի կաղապարը ես դեն չեմ նետել և պահել էի ձևավորման համար։ Մեր միջուկը լցնում ենք կաղապարի մեջ, հավասարաչափ տարածում ենք, ավելացնում ենք մեջտեղի հատվածում նորից քերած պանիր, նորից լցնում ենք միջուկը, վրան նորից լցնելու ենք քերած պանիր և տեղափոխելու ենք ջեռոց ընդամենը 5 րոպեով, մինչև պանիրը կհալվի։ Ես պատրաստել եմ միայն այս կես դդումով ու բավականին շատ է ստացվել։ Մյուս կեսը պահել եմ սառնարանում։ Իսկ եթե ավելի ուշ եք օգտագործելու, կարող եք դնել սառցեխցիկ, հիանալի մնում է։ Ահա տեսեք, թե ինչքան լավ ստացվեց, ձևավորում ենք լոլիկով, թարմ կանաչիներով և արդեն կարող ենք մատուցել։ Եթե ուզում եք զարմացնել ձեր ընտանիքի անդամներին համեղ ուտեստով, ապա անպայման պատրաստեք այս հիանալի բաղադրատոմսը։ Վստահ եմ, որ շատ կհավանեք։ Տեսեք, թե ինչքան շքեղ ստացվեց, կարծես թե ռեստորանային ուտեստ լինի։ Իսկ այս համեղ դդում սպագետին կարող եք ձեռք բերել դդմաշկից։ Կարող եք նաև հենց եփված պատրաստի վիճակում պատվիրել և պատրաստել այն, ինչ կցանկանաք։ Տեսեք, թե միջուկը ինչքան առատ ու շատ է ստացվել։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի համեղ բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։